Ապրիլի 2-ին մենք բոլորս ընտրելու ենք մեր երկրի զարգացման ուղին։ Խորհրդարանական ընտրությունները լինելու են վճռորոշ։ Մենք ընտրելու ենք մեր ապագան, մեր երեխաների եւ երկրի ապագան։ Ժամանակն է փոփոխությունների եւ կառուցելու։ Մենք վստահում ենք քաղաքական հստակ դիրքորոշում ունեցող, կայուն եւ ամբից ճանապարհ անցած գործիչների։ Մենք վստահում ենք Գագիկ Ծառուկյանին, վստահում ենք Վահե Էնֆիաջյանին։ Ծառուկյան դաշինքի 15 առաջնահերթ քայլերը հնարավորություն են ստեղծում բեկելու երկրում ստեղծված իրավիճակը։ Եթե սա դուք համարում եք, որ չոր է, անցանելի ճանապարհ է, մեղմ ասած սա շատ վիճելի է։ Մենք դատապարտում ենք եւ պահանջում ենք, որպեսզի շուտապույտ մեղավորները հրապարակային պատժվեն 107 ընտանիքների հարց ըստ էության պետք է լուծում ստանա։ Լավ կլիներ, որպեսզի տղամարդկություն ունենալ կամ տղային վայել ձևի մեջ, եթե մի բան էլ ասում ես, պատասխանել մնաս լսես։ Այդքան մեծ քիթ ունեք, քթածակ չունեք, որ հասկանաք ինչ է մեր ասածը։ Շնորհակալություն։ Մենք խոսում ենք փաստերի մասին, ես կոչ եմ անում իմ գոլեգային ուսումնասիրել համաշխարհային պատմությունը, ոչ թե լսել այն, ինչը ռոպագանդում են Ադրբեջանում։ Եվս այդ գումարները առաջարկություն կա, որպեսզի ծառայեն զովասների ընտանիքներին եւ հաշմանդամություն ունեցող զինծառայողների համար։ Դուք բացաձայն եք փաստացի են կոնկրետ նման խնդիրներ Հայաստանի Հանրապետությունում կա թե ոչ եւ դուք կոնկրետ ինչ քայլեր եք ձեռնարկել։ Շնորհակալություն։ Ինչն է պատճառը, որ նրանց դժգոհությունը լսող պետական այրերից որևիցե մեկը չի մոտիկանում խնդրի հետ կարողանա ծանոթանալ։ Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում, բայց մեզ էլ գիտենք, մեզ հայ են ասում եւ ինչու պիտի չհպարտանանք։ Կանք պիտի լինենք ու դեռ շատ շատանանք։ Ապագան նրան է, ով հստակ պատկերացնում է իր առաջ դրված նպատակը եւ դրան տանող ուղիները։ Իմացած ես միակ բանավորն է, որ միշտ խոսել է իրացված տարածքների մասին։ Հայաստանի Հանրապետության շուրջ 1000 ընտանիք այս պայդրությամբ գտնվում է անօթևան վիճակում։ Կարա փոխի։ Ծառուկյանը երբեք չի սպառվում, նրա կողքին միշտ ճիշտ մարդն է։ Մեր սերնդից է, ուժեղ մարդը հավատում եմ միան։ Հավատում եմ, Էնֆիաջյանի հետ հաղթանակելու ենք։ Փոփոխությունների եւ կառուցելու ժամանակն է։ Ապագան մերն է, հավատում եմ Վահե Էնֆիաջյանին։ Հավատում եմ նոր սերնդին, հավատում եմ Էնֆիաջյանին։ Էնֆիաջյանը շատ լավ մարդ է, հայ ժողովրդի արժանավոր զավակ։ Եթե ինքը չէ, բայելը։ Մեր կոնդեցինա ուժեղ տղայա սաղ կոնդի իր հետ է, հաղթելու ենք։ Մենք երևույթներս հավատում ենք պարոն Էնֆիաջյանին ու վստահ ենք, որ լավ է լինել։ Ծառուկյան դաշինքում միայն ուժեղներն են եւ մենք հաղթելու ենք։ Մեր կոնդեցինա, մեր կողքինա, մենք միշտ միասին ենք։ Մեր մասին մտածող մարդը անցած ճանապարհ ունի եւ բնականա շատ լավ է լինելու։ Գագիկ Ծառուկյան, Վահե Էնֆիաջյան, ուժեղ միասնություն։ Եկել է փոփոխությունների ժամանակը։ Ծառուկյան դաշինքում ամենաուժեղներն են, հավատում ենք Վահե Էնֆիաջյանին։ Չի կարելի սենց պետական միջոցները վատնել։ Մենք պայքարելու ենք, մենք վստահ ենք։ Հաղթելու ենք, սկսելու ենք Երևանից եւ փոխելու ենք։ Ոչինչ հեշտությամբ չի տրվում։ Աշխատանք, համառություն եւ ամեն ինչ հնարավոր է։ Միշտ ժողովրդի հետ, նրա կողքին, ժողովրդի հետ միասին։ Երևանում ծնված մեծացած ինտելիգենտ ընտանիքի գիտաշխատողի եւ մանկավարժի զավակ է։ Ծառայություն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սահմանապահ դիրքերում, հագեցած եւ բովանդակալից տարիներ, 3 տասնյակից ավել գիտական աշխատությունների հեղինակ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, ավանդական ընտանիքի եւ 3 որդիների հայր։
Տարիներ շարունակ մենք կազմակերպել ենք մեր երկրի ամենազանգվածային, ամենադինամիկ եւ մեծամասշտաբ ծրագրերը։ Ծրագրեր, որոնց շնորհիվ հազարավոր երիտասարդների համար ստեղծվել են նոր հնարավորություններ եւ բացվել նոր հորիզոններ։ Այսքան ժամանակ բոլոր ցույցերի, բողոքների, ակցիաների ժամանակ միշտ մեր հետ ա եղել։ Հասարակության խնդիրները պետք է լինեն ուշադրության առանցքում։ Ժողովուրդը պետք է մշտապես կապի մեջ լինի իր ընտրած падգամավորի հետ։ Ժամանակակից տեխնոլոգիաներն ընձեռում են այդ հնարավորությունը։ Վահե Սարգսի Էնֆիաջյան, 4-րդ ընտրատարածք, համար 9 քվեաթերթ։ Հավատա, վստահիր, պահանջիր։